Open Media News լրատվականը սկսում է աշխատանքն ուղիղ եթերում, բարի կեսօր, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկը և խոսել կարևորի մասին, Հայաստանի ու աշխարհի լրահոսը դարձնել հասանելի և թափանցիկ ձեզ համար։ Անցած գիշեր Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա, միջուկային օբյեկտներ են ռմբակոծվել, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Հոսեյն Սալամին սպանվել է։ Առյուծն արթնանում է անվամբ լայնածավալ գործողության շրջանակում իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի միջուկային ծրագրի ռազմական թիրախներին և օբյեկտներին։ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողությունը նպատակ ունի կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ ըստ իսրայելական զինվորականների և հետախուզության Իրանը գրեթե մոտեցել է միջուկային զենք ստեղծելու անվերադարձելիության կետին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի վրա հարձակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում, հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին։ Այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը, ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի Էքսի էջում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներին, Քերմանշահի և Խորամաբադի հրթիռային բազաներին, ինչպես նաև Թեհրանին, Սպահանին, Թավրիզին և Իրանի այլ խոշոր քաղաքների։ Նպատակակետը եղել է Իրանի զինված ուժերի և հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը, ինչպես նաև միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնականները։ Հարվածներ են հասցվել նաև Ղոմին, որտեղ բնակվում են Իսլամական Հանրապետության հոգևոր ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հարվածներից հետո Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև դիմել է Իսրայելի ժողովրդին զգուշացրել, որ Իրանը կպատասխանի և որ Իսրայելի բնակիչները հնարավոր է երկար ժամանակ ստիպված լինեն մնալ ապաստարաններում։ Նեթանյահուն չի մոռացել նաև շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, մեջբերեմ նրա անսասան դիրքորոշման համար։ Իսրայելի պաշտպանության բանակը նախկինում հայտարարել էր, որ սա գործողության միայն առաջին փուլն է։ Իրանին հարվածներ հասցնելուց հետո Իսրայելը արգելել է հավաքները, մարզումները, կրթական միջոցառումները հնարավոր հրթիռային պատասխանի պատճառով։ Ներքին ռազմաճակատի հրամանատարության խոսնակը զգուշացրել է, որ առաջիկա ժամերին երկիրը կարող է ենթարկվել արևելքից զգալի հարձակման։ Դրանք կարող են լինել ծանր հրթիռներ, որոնք կարող են հասնել երկրի ցանկացած կետի։ Iran International-ը հայտնում է, որ Իսրայելի հարձակումների ընթացքում վնասվել է Թեհրանում գտնվող հիմնական միջուկային օբյեկտը։ Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրելով խիտ ծխի կադրեր հայտնել է, որ օբյեկտը մի քանի հարված է ստացել։ Ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցել է ավելի քան 200 ռազմական ինքնաթիռ, հարվածները իրականացվել են 5 ալիքով։ Հայտնի է, որ զոհվել են նաև խաղաղ բնակիչներ։ Ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից մոտ 35-ը կանայք եւ երեխաներ են։ Թեհրանի օդանավակայանը փակ է։ Հաղորդվում է տարբեր ուղղություններով թռիչքների սահմանափակումների մասին։ Թել Ավիվ-Երևան չվերթը չեղարկվել է, Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել ավելի լայնածավալ հակամարտությունների։ Այս հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը չի ցանկանում, որ խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով, ասված է թուրքական արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։ Իսկ ահա Ադրբեջանը ավելի զուսպ է գտնվել, թերևս չնեղացնելու համար իր դաշնակից Իսրայելին։ Բաքուն կոչ է անում ապաէսկալացիայի և երկխոսության։ Արտգործնախարարության հայտարարությունում Ադրբեջանը լուրջ մտահոգություն է հայտնել Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ իրականացված ռազմական գործողության կապակցությամբ։ Իսրայելի և Իրանի միջև էսկալացիայի վերաբերյալ նման գրառում անելով, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրման ռիսկը, անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական շփումները և ջանքերը համապատասխան միջազգային մեխանիզմների շրջանակում, նշված է Բաքվի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
Իրանի գերագույն առաջնորդ Ասայաթոլլա Ալի Խամենեին երկրի քաղաքացիներին իր ուղերձներում Իսրայելի հարվածները հանցագործություն է անվանել, ասելով, որ Իսրայելը կբախվի դառը եւ սարսափելի ճակատագրի։ Նրա խոսքը մեջբերել է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Մեհրը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը։ Նման ահաբեկչական գործողություններին եւ հանցավոր միջադեպերին հակազդելու համար անհրաժեշտ նախազգուշական միջոցառումներն ու պլանավորումն արդեն ձեռնարկվել են եւ թշնամու այս հանցավոր գործողության մանրամասները, ինչպես նաեւ պատասխանը, որը խորը ափսոսանք կառաջացնի, կներկայացվեն Իրանի ժողովրդի ուշադրությանը, ասված է հաղորդագրությունում։ Իրանը սկսել է պատասխան գործողությունը ավելի քան 100 հարվածային դրոն ուղարկելով Իսրայելի վրա։ The Times of Israel-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Դանիել Հագարին հայտնել է, որ թիրախներին հասնելու համար անօդաչուներին անհրաժեշտ կլինի մի քանի ժամ։ Միաժամանակ կգործարկվեն նաև բալիստիկ հրթիռներ, որոնք իզուր են Իսրայելի տարածք հասնել 7-ից 12 րոպեում։ Իրանի բանակի հրամանատար գեներալ Աբդոլ Ռահիմ Մուսավին հաստատել է, որ իրանական բանակը սկսել է Իսրայելի հարվածներին պատասխանելու գործողությունը։ Մենք հանձնարարություն ենք ստացել հեղափոխության առաջնորդից, պատժելու հանցագործության մեղավորներին եւ կազմակերպիչներին, ասել է Մուսավին։ Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական անօդաչուների խումբը նկատվել է Իրաքի հարավի վրայով անցնելիս։ Փորձագետների գնահատմամբ սպասվում է համակցված հարձակում։ Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի Իսրայել հասնելու հետ մեկտեղ ակնկալվում է բալիստիկ հրթիռների արձակում։ Վաշինգտոնը ներգրաված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ եւ որևէ օգնություն չի ցուցաբերել Երուսաղեմին։ CNN-ին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։ Մենք ներգրավված չենք Իրանի դեմ ուղղված հարվածներում եւ մեր գլխավոր առաջնահերթությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է, ասել է պետքարտուղարը։ Ռուբիոն նշել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է այդ գործողության որպես ինքնապաշտպանության համար անհրաժեշտ քայլ։ Նախագահ Թրամփը եւ վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը մեր ուժերը պաշտպանելու համար եւ սերտ կապի մեջ են մեր տարածաշրջանային գործընկերների հետ։ Իրանը չպետք է հարձակվի Միացյալ Նահանգների շահերի կամ անձնակազմի վրա, ընդգծել է Ռուբիոն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շտաբ կառավարության նիստ է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարվածներից հետո։ Հանդիպման օրակարգում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումն է եւ Միացյալ Նահանգների արձագանքի մշակումը։ Հարձակման նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում զգուշացրել էր, որ տարածաշրջանում մեծածավալ հակամարտություն կարող է սկսվել շատ շուտով։ Թրամփը եւս նշել է, որ նախապես գիտեր Իրանի թիրախների վրա հարվածների մասին։ Fox News հեռուստաալիքի քաղաքական մեկնաբանի հետ Թրամփը նշել է, որ Իսրայելի հարձակումը իրեն չի զարմացրել եւ առաջին թարմ մեկնաբանությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանից լսենք հենց հիմա։ Որքանով այս պահին հայտնի է, Միացյալ Նահանգները հայտարարել են, որ Իսրայելի այս գործողությանը որևէ կերպով չեն մասնակցել, աջակցություն չեն ցուցաբերել եւ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ստեյության մեսիջ է ուղարկում Իրանին, որ որևէ ներգրավվածություն չի ունեցել եւ ցանկություն չունել ներգրավվածություն ունելու, այսինքն ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները փորձում է շարունակել Իրանի հետ վարվող բանակցություններ, այլ ոչ թե հակադրվել Իրանին եւ աջակցել Իսրայելին։ Կարծում եմ ամբողջական պատկերը մոտարապես սա է եւ այդ հայտարարությունը արվել է Սպիտակ տանից Մարկո Ռուբիոյի կողմից, ով ոչ միայն պետքարտուղարն է, այլ նաև համակարգում է ազգային անվտանգության խորհուրդը եւ ըստ էության ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականն է։ Դեպի Երևան եւ Երևանից մեկնող մի շարք չվերթներ չեղարկվել են։ Իրան-Իսրայել բախման հերթական փուլի պատճառով փոփոխություններ են կատարվել քաղաքացիական ուղևորափոխադրումների ժամանակացույցում ողջ տարածաշրջանում։ Իրանի, Իսրայելի, Իրաքի, Սիրիայի եւ Հորդանանի օդային տարածքը փակ է։ Երևան ժամանող եւ մեկնող մի շարք չվերթներ չեղարկվել են Թել Ավիվ, Աբու Դաբի, Դուբայ։ Մասնավորապես չեղարկվել է Fly One ավիաընկերության Թել Ավիվ, Երևան, Թել Ավիվ չվերթը։ Միացյալ Արաբական Էմիրություններն
Միությունները չեղարկել, հետաձգել է մի շարք չվերթներ կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ եւ Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթները։ Անժամկետ չեղարկվել են Երևանից դեպի Իրան, Իսրայել եւ Արաբական Միացյալ Էմիրություններ թռիչքները։ 4:30-ից Իրանը փակել է օդային տարածքը եւ Բելգրադ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ եւ Կազան շարժաչվերթներն իրականացնող օդանավերը վայրեջք են կատարել Զվարթնոցում որպես ռեզերվային օդանավակայան։ Լրատվամիջոցներին հայտնել են քաղավիացիայից։ Իսրայելում զանգվածային զորահավաք է սկսվել, տասնյակ հազարավոր պահեստազորայիններ են զորակոչվում, գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրն ասել է. Իրանի պատասխանը նման չի լինի այն ամենին, ինչ մենք տեսել ենք, մենք պատրաստ ենք պաշտպանվել։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունները Իրանի դեմ հնարավոր չէին առանց Միացյալ Նահանգների համակարգման եւ հաստատման, քանի որ Միացյալ Նահանգներն այս ռեժիմի հիմնական աջակիցն այն եւս պատասխանատվություն է կրելու Իսրայելի հանցագործությունների հետևանքների համար։ Այս հարձակմանը պատասխան տալը Իրանի օրինական իրավունքն է համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի զինված ուժերը չեն հապաղի պատասխանել ագրեսիային իրենց իսկ որոշած ձևով եւ ամբողջ ուժով՝ ի պաշտպանություն երկրի ինքնիշխանության, ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հորդանանը չի թույլատրի իր օդային տարածքի խախտում, հայտարարել է այդ երկրի ներկայացուցիչը Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո։ Թագավարությունը չի թույլատրել եւ չի թույլատրի իր օդային տարածքի խախտում եւ այն չի դառնա որևէ երկրի միջև ընթացող որևէ հակամարտության մարտադաշտ, ասել է նա։ Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Հորդանանը բացում է իր օդային տարածքը Իսրայելի կործանիչների համար։ Օմանը դարձել է առաջին արաբական երկիրը, որը դատապարտել է Իսրայելի հարվածները Իսլամական Հանրապետության դեմ։ Սուլթանությունում հայտարարել են, որ այդ հարձակումը վտանգում է դիվանագիտական ջանքերը եւ սպառնում է տարածաշրջանային կայունությանը։ Օմանը միջնորդ է հանդիսանում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանն արդեն հայտարարել է, որ չի մասնակցի Օմանում նախատեսված Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունների 6-րդ փուլին։ Օմանը դարձել է առաջին արաբական երկիրը, որը դատապարտել է Իսրայելի հարվածները Իսլամական Հանրապետության դեմ։ Սուլթանությունում հայտարարությունը հնչեցրեցի քիչ առաջ։ Միջազգային արձագանքներին անդրադառնանք, Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը եւս հայտարարություն է տարածել Փենի Վոնգի մասին է խոսքը։ Ավստրալիան անհանգստացած է Իսրայելի եւ Իրանի միջև էսկալացիայով։ Սա կարող է ավելի ապակայունացնել արդեն իսկ լարված տարածաշրջանը։ Մենք կոչ ենք անում դիմել երկխոսության եւ դիվանագիտության։ Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոն նշել է, սա խիստ անցանկալի զարգացում է տարածաշրջանում, սխալ գործողությունների ռիսկն այժմ բարձր է, տարածաշրջանին անհրաժեշտ չէ հետագա ռազմական ակտիվություն։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հայաշին նշել է, Ճապոնիան շարունակում է բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու եւ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ գլխավոր քարտուղարը նշել է, խստորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական էսկալացիա։ Նա կոչ է անում երկու կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել, խուսափելու ավելի խոր առճակատումներից։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն էլ իր հերթին է արձագանքել։ Իրանին հարվածել է Իսրայելի կողմից միակողմանի գործողություն է։ Ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը։ Սաուդյան Արաբիայի արձագանքը հետևյալն է. թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական իսլամական Իրան պետության դեմ։ Սա խաթարում է Իրանի ինքնիշխանությունը եւ անվտանգությունը եւ միջազգային օրենքների եւ նորմերի ակնհայտ խախտում է։ Ինդոնեզիայի արտգործնախարարությունից այսպես են արձագանքել. Ինդոնեզիան խստորեն դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին։ Սա կարող է ուժեղացնել լարվածությունը եւ հանգեցնել ավելի լայն հակամարտության։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել էսկալացիայից։
Մեր լրատվական րոպեներ առաջ զրուցել է Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման հիմնադրամի տնօրեն Փույա Հուսեյնի հետ։ Նա ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը եւ ընդգծել, որ հունիսի 13-ը ճակատագրական օր կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե աշխարհը անհապաղ զսպող մեխանիզմներ չգործադրեց, ապա լայնածավալ պատերազմ կարող է սկսվել, քանի որ Իրանն իր վրա հարձակում անպատասխան չի կարող թողնել։ Խախտվել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Հիմա ինչ իրավիճակ է տիրում Իրանում եւ ինչ կանխատեսումներ կարող եք անել։ Այո, հենց այդ ժամանակում, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները հայտարարել էին, որ Իրաքի օրը 6-րդ բանակցությունների փուլը տեղի ունենալու, փաստորեն Իրանը Իսրայելը հարձակում կատարեց Իրանի վրա եւ նպատակ էր, որ զախողի բանակցությունների գործընթացը եւ նաեւ վերջին օրերս Իրանը մեծ քանակի հետախուզական դեպիալներ է ստացել Իսրայելից, սակայն հետախուզական դեպիալները, որովհետեւ Իրանը չի հասնի այդ դեպիալները ուսումնասիրելու եւ սպանալիք դառնա Իսրայելի համար, հակահարձակում կատարեցին Իրանի վրա, Իրանի ռազմական բարձրաստիճան զինվորականներ են սպանել եւ մենք ականատես ենք, որ Իրանը կամք ունի շատ շուտով պատասխան տա Իսրայելի հարձակումից։ Իրանը հայտարարել է, Իրանի կողմը հայտարարել է, որ տեղի ունեցել ՄԱԳ-ի կանոնադրությունի 51-րդ հոդվածի խախտում եւ Իրանը իրավունք ունի այդ հոդվածի համաձայն պատասխան տա իր տարածքային ամբողջականությունի դեմ ոդենզեկություն է եւ Իրանը հայտարարել է շատ շուտով Իսրայելը կստանա իր պատասխանը Միացյալ Նահանգները հայտարարել են, որ մասնակցություն չեն ունեցել այդ հարձակման մեջ, բայց Իրան տեղյակ է եղել։ Սա նշանակում է, եթե Իրանի պատասխանելուց հետո Իսրայելը նորից հարձակումներ կատարի եւ Միացյալ Նահանգները չի կարողանա դեսպի Իսրայելին, մենք ականատես կլինենք լայնածավալ պատերազմի տարածաշրջանում։ Այսինքն կարծում եք, որ այսօրը ճակատագրական կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Միանշանակ այդ օրը, որ սպասելի օր է հասել է եւ Իրանը այն պայման պատասխան տալու է եւ պատասխանից հետո բարձր կդառնա ինչպեսի դիրքորոշում, ինչպեսի քաղաքություն ունենա արևմուտքը, ինչպեսի դարան հակազդեն Իսրայելի վրա, Իսրայելի գոյությունը անկայությունի մեջ է, Իսրայելը ամբողջ տարածաշրջանը անկայությունի մեջ է պահպանում, որպեսզի կարողանա գոյատևի։ Իրանի մշտական ներկայացուցչությունը միավորված ազգերի կազմակերպությունում շտաբ նամակ է ուղարկել կազմակերպության անվտանգության խորհրդին։ Նամակում Իսլամական Հանրապետությունը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտի վրա եւ զինվորական պաշտոնյաների սպանությունները։ Թեհրանը նաեւ պահանջում է արտակարգ նիստ անցկացնել սիոնիստական ռեժիմի բացահայտ ագրեսիային արձագանքելու համար։ Իսրայելի Իրանի վրա հարձակման ֆոնին նավթը կտրուկ թանկացել է։ Brent տեսակի նավթի ֆյուչերսային գները բարձրացել են 6.29 դոլարով կամ 9.7%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 75.65 դոլարի։ West Texas Intermediate տեսակի նավթի գինն աճել է 6.43 դոլարով կամ 9.45%-ով, հասնելով 1 բարելի դիմաց 74.47 դոլարի։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, եթերում կլինենք ժամը 15-ին, դուք կարող եք հետևել Reopen Media-ի լրատվական բաժնի հոսքերին YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Մեր երիտասարդ թիմին աջակցելու համար կարող եք նաեւ հանգանակություններ անել Reopen.media հարթակում Donate կոճակի միջոցով։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչև հանդիպում։